Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր Հայաստանյա ցարակելական մեր Սուրբ Եկեղեցին կբանձացնե իշադագը Սրբուի Հրիփսիմեին եւ իր ընկերուներուն, որոնք սիրելիներ գլխավորությամբ Սրբուի Գայանե մոր Հռոմեն փախան եկան Հայաստան եւ Հայաստանի մեջ նահատակվեցան ու իրենց թափած արյունը բաժար եղավ, որ դրտատ հայոց թակավորը թիվահարվի, ապա Սուբկրիկո լուսավորիչը խորվիրաբեն դուրս բերվի ու Հայաստան աշխարհը լուսավորվի։ Հրիփսիմե այս բադանի սրբուին հավատքը այնքան հզոր էր, որ գրծավ նույնիսկ դաբալել թակավորը երբեք չդարվիլ ու չխապվիլ անոր դված աշխարհիկ խոստումներեն հարստութենեն թակուհի գոչումեն այլ սիրելիներ ամեն բանը վերդ կերատասեց Քրիստոսի անտեպ ունեցած իր սերը եւ հաղթեց նույնիսկ արույցներ բադրող թակավորին դրտադին։ Եկեք սիրելիներ լսենք Հրիփսիմյանց գույսերուն պատմությունը զորգուզեմ ցեզի ընթերցել Վարք Սրբոց գիրքեն։ Վարք Սրբոց Հրիփսիմյանց Հրեշտակ հրաշապար Հրիփսիմեն գույսը մաքուր եւ խաչազգեստ մեծ վգայուհին Հռոմի դան բարձանքը եւ հայաստանյա ցարակելական փարաբսագը օրյորդ մներ հռոմիացի երևելի դունեմը օգոստոս գայսին թակավորական դոհմեն զավակ բարեբաշտ ծնողքի վայելուչ կերպարանքով եւ աննման քեղով քեղեցկությամբ որ ապրեցավ Թեոգրեդիանոս գայսրին ժամանակ Անարադն Հրիփսիմե մանկութենեն իվեր մեծավ քայանե գույսին ցերկերուն մեջ որ նույն ցեղեն էր Արաքինի եւ Զարմանալի հոր եւ մոր թուստեր Վասնզի այն ժամանակին հավատացյալները թեպետ համարցակություն չունեին հետանոսերու մեջ սակայն ճշմարիտ աստվածբաշտությամբ եւ խաչագրոն վարկով լուսավորներու բես կփայլեին նեղություններու եւ հալածանքներու ադեն նախանցախնդիրը լալով նմաներու արաքելական տասին իբրև ավանդաբահ ավիդարանական արաքինություններու այրերը իբրև արաքյալներ գսեխորենացին լավության հետամուտ էին իսկիները ըստ էին ըստ օրինագին Սուրբ Գույս Աստվածածնին Քրիստոսի մայրը լալով ինչպես հայրերեն մեկը գսեր Այսպիսիներն էր նաև Սրբուին Հրիփսիմե որ ավազանեն Սանուհի ընդրված էր Սրբուի Գայանեի որ Հռոմի մեջ վանական գույսերու մայր էր Բողոս Արաքյալի վանքին մեջ Անոր շրջաբադը ընդհանրապես բնակված էր քրիստոնյաներով որոնց մեջ եւ քահանաներ որոնց տիպը գասներ շուրջ 300-ի Ուրեմն սիրելներ Սրբուի Հրիփսիմեն Գայանեի սանուկներ եւ Գայանեն ինքը քլուխներ գուսանոցիմը որ Սուրբ Բողոսի անունով կգոչվեր եւ այդ խումբի մեջ նաեւ գային քահանաներ որբեսի բادرակներ մատուցանեին 300 հոգինոց խումբեր Սրբոց Հրիփսիմյանց եւ Գայանյանց խումբը եւ անոնց մեջ որքան որ աղջիկներ գային բոլորն ալ իրենց տասյերակը գջանջնային մեծ ընկայանեն ինչպես եւ հոգեվոր մայրը մանավանդ անոնց որ գուսագրոն ցանկը գնդրեին անոր վանքի առանցնության մեջ պաշտպանությամբ դիրամոր գույսին Գայանի այսպեսով գսնուցաներ իրքով Հրիփսիմեն մյուս ըսկաս գույսերուն հետ եւ անոր աղոտներուն բդուղը արփունքի հաստելով ինքնագամ գոհժարի ընդրել այն վանքին մեջ գուսական մակրությունը եւ տրվիլ աղախին աստվածամոր միշտ գույսին Գայանի դեսնելով Հրիփսիմեի մեջ հոգեգան մեծությունը զայն գանվանե աղախին Սուրբ Աստվածածնի Անոր վզին գաբե Սուրբ Հակոբի խաչը դերունական արյունով թաթխված Ուրեմն Հակոբ դիարնեղբոր սիրելիներ ցերկով գդորմը խաչ հասածեր Ռոմ եւ ահա Հրիփսիմե գույսին վզին գախե Գայանե մայրը որ արաքյալներու ժամանակեն իրենց ասկադոմի մեջ բահված էր որպես կանց որուն համար գբատնվի թե Հակոբոս դիրոջ եղբայրը Հռոմեացի հավատացյալ Բարոնիգե գնոջ խնդրանքով գենաց պայդեն գդրած էր
Արդ այն որ կայանե Հրիփսիմեի ծնողքեն արածեր իբրև իրեն բահաբան վանքին մեջ, այն ադեն իր սանուհիին երկնավոր Փեսային հետ ամուսնանալու ի նշան ավելի մեծ պապակով եւ երգյուղով գանցներ զայն անոր բարանոցը։ Այնուհետև Հրիփսիմե առավել եւս հարաճ դիմեց հոգևոր կյանքի մեջ եւ վարված էր Սուրբ Գույսին Աստվածամոր եւ հորը գուսածին որդվույն սիրով եւ գերազանցեր իր բոլոր հոգեհարազատները, որոնք գճկնեին խաչագիր վարկով եւ անոնց գերագուրը ընթերեն էր, հակուստը եւ սպասները անշուկ, աղոթասիրություն եւ ընթերցված անխոնջ, անթաթար եւ բեսպես ցերակորձներ կպատրաստեին, որով ցեր կբերեին իրենց Քրիստոսի համար գամավոր աղկադացիալի սագավաբետ բարենը։ Ցերակորձ աշխատելով է որ այդ գույսերը գաբրեին սիրելներ, բայց ամբողջ իրենց օրը աղոթքով եւ սրբությամբ կանցնեին։ Եվ այն օրերուն Թեոգեդիանոս գայսրը խորեցավ նոր գիմ առնել իր մյուս գիներուն վրա, որ պիտի լար հռոմեացիներու դան դիեզերական թակուին։ Վասնզի թերևս առաջին գինը ամուլ լար զավակ չուներ առաջին գինը կամ անոր աչքին ադելի էր։ Ոստի Արկունի հրամանով սկսան փնտրել ամբողջ թակավորության մանավանդ Հռոմի մեջ, ուր ավելի ազնվական գլային եւ սկանչելակեղ գտնելու ավելի չկնաղակույն աղջիկներ, որբեսի որուն որ հավնի գայսրը փերել դա իրեն որբես գին։ Եվ խնդրանքները լսելով որ Հռոմի սահմաններու մոտ հավաքված են գուսաններ, ավելի ազնիվ եւ Արկունի զարմե եկան Գայանեի վանքը եւ բռնության մտնելով ներսը դեսան բարգեշտակեղ Հրիփսիմեն, իսկույն սկանչացան անոր բայձարապայլ դեսքին վրա եւ բերին թակավորին։ Թակավորը երբ դեսավ Հրիփսիմեին քերաբանց վայելչությունը, սիրահարվեցավ անոր եւ ամիջապես ժամանակ սահմանեց հարսանիքին համար։ Սիգա Հռոմի Թեոգեդիանոս գայսրն է։ Եվ խնդրանքները սկսան շրջիլ բոլոր գլխավոր իշխաններու մոտ, որբեսի ընձաներով կան գայսրական թուրը հարսանեկան դոնին ներգալալու, ինչպես օրենք է թակավորներու մոտ։ Երբ սուրբ գուսաններու քունտը դեսավ թշնամիին քախնացիկ նեդերը, որ սովոր է արձակել Քրիստոսասեր սուրբերուն վրա, եւ հասկացան փանսարգվին սատանային խապեությունը, որով գուզե քագել սրբասերներու գուսության ուխտը, մեծ սուտ բադեց զիրենք։ Եվ Երանելին Գայանե եւ իր բարգեշտասան Սանուհին Հրիփսիմե եւ իրենց սրբագրոն ընկերուները հարաճանքներով աղոթքի գաբավինեին եւ գխնդրեին բազումողոր մաստուցմե որ սուրբ գույս դիրամոր բարեխոսությամբ ազատե զիրենք հարաճիգա փորձութենեն։ Օգնե մեզի դեր որ հաղթենք թշնամիներու որոքայթին գաղոթեին անոնք եւ մենք արժանի լանք հասնելու կու բադվիրաններուտ արքայության օթևանը թող չբաքսի մեր լաբդերներուն ցետը եւ թող չմարին մեր հավատքին եւ սուրբ ուխտին ջրակները թող գորստյան դխուր քիշերը չհասնի մեր լուսավոր ճանապարհին վրա եւ մահացան թրջունը թող չհապշտագի ցանկի փույսի սերմերը եւ աբստամ քազանը թող չդանի քու հոդիտ ըսկաստությունը եւ աբագանիչ քայլը թող չհապշտագի քու հոդիտ քառնուկները եւ մեր ուխտին թշնամին թող չծրվե քու արաքելական սուրբ եկեղեցիդ ոչխարները դեր թունք ու միածին որդիդ արաքեցիր որ մեզ սորվեցուց ցանկի եւ բրգության ճանապարհը եւսավ եթե ցեզ քաղաքեմը հալածեն քացեք ուրիշմը եւ ահա մենք մեր աչքին արջև կդեսնենք գորստյան վտանգը եւ ըստ անոր հրամանին կփութանք մեկնիլ այստեղեն արդ խնայե դեր քու երգյուղածներուդ եւ մեր հավատքի գուսության մարգարիդը մինե դեր անոնց խոզակնած ամբարշտության շավիրին վրա խնայե մեզի դեր որ չլանք այն դունին պես որ շինված է ավազին վրա եւ զոր գշարժեն բռնահոս փորձությունները այլ հաստատուն բահե մեզ ավետարանին ճշմարտությամբ եւ առաջնորդ եղիր մեզի ըստ քու գամքիդ եւ դուր մեզ որ խմենք նահատակության բաժակը եւ այս բոլոր աղոթները եւ բաղադանքները աստուծո մատուցանելե հետո իրենք զիրենք աստուծո հանձնեցին անգե փրկություն հուսալով ապա Սուրբ ոգին թելադրությամբ Գայանեն եւ Հրիփսիմեն ուրիշ ընկերներու եւ քահանաներու հետ ժողովրին մոտ 70 հոգի եւ հարմար տադեցին ծովի ջամփով եւ հեղագարծ բահումը հերանալ հռոմեն դեպի հերավոր երգիրը եւ դերը հաջողցուց անոնց գործը որովդեւ պատրաստ նավեր գային որոնք Աղեքսանդրիա պիտի երթային եւ այսպես իրենց գայքեն որ մերձեր դիպերիս կեդին նավեցին Եգիպտոս ձբդված անոնք լավ համարեցան վդարանտի ցանկով տապարական ցանկով թափարիլ օդար երգիրներ եւ գրել ամեն տեսակ մարմնական նեղություններ քան հերանալ հոգեվոր փեսային Քրիստոսի սուրբ սերեն
Եվ լքեցին իրենց ծննդավայրը, ասկականները եւ փառքը, եւ իրենց խաչերը շալգած քացին դիրոջ յետևեն, որ զիրենք թեպի արևելքը մղեր, որ հոն իր փառքին լուսավորությունը ձակեցնեն։ Անոնք սիրելներ թեև գփախչեին, բայց Աստված ծրագիր ուներ անոնց միջոցով հայ ժողովուրդը լուսավորելու։ Երբ Աղիքսանդրիա ելան Եգիպտոս, քանի որ դերվույն անդերյակ էին, սկսան հոս-հոն բանտղտիլ, նպատակադրելով նախ անցնել Երուսաղեմ, Աստվածագող քաղաքը, հոն մարտաշատ դեղերը իրար մեջ բաժնվելով եւ ամայի դեղերը վերամիանալով, մինչեւ որ գտնեն ապահով դերմը, ուր ազատ լան Հռոմի ինքնագալության վախեն։ Հասնելով Բաղեստին, քացին Պետրեհեմի քարայրը եւ հոն աղոտ կրին ամենօրտնյալ գույսին, որ օգնե մանավանդ փախստական հրիփսիմեին։ Անցնելով Գեթսեմանի Աստվածածնի քերեզմանը, հոն եւս երաների գայանեն աղաչեց Սուրբ Գույսին, որ իր որդվին չարչարաններուն համար ողորմի իրենց եւ մանավանդ հրիփսիմեին։ Չէ՞ որ այս բոլորը հրիփսիմեի ուրեմն հալածելուն պատճառով եղավ, որովհետեւ Թեոգրեդյանոս կայսրը գուզեր հրիփսիմեն առնել որպես իրեն գին։ Եվ այսպես մեկ ամիս Երուսաղեմ մնացին եւ ապա դեսիլքի մեջ Սուրբ Աստվածածինը իրենց կհրամայեր, որ Հայաստան երթան, Արարատյան երգիրը, Թաթիոս Արաքյալին բաժինը։ Իրենք Հայաստան անունը լսած չէին վստահաբար այդ ժամանակ։ Բայց նախ անցե գսավ Եթեսիա դեստելու դիրոջ անցերակորց թաստարագը, ուր որ ապկարտակավորը ըստացած էր Հիսուսի ուրեմն բատկերը եւ որ Բատկամավորներ ղրգած էր ապկարտակավոր Հիսուսի խնդրելով որ կար եւ զինք բժշկեր, Հիսուս խոստացած էր որ իր մահեն եւ երկինք համբարնալեն վերջ իր աշակերտները մեկը ղրգեր, Թաթիոս Արաքյալը ղրգեց, եւ Հիսուս ուրեմն արավ թաստարագը, արավ գդորը եւ երեսին կսեց ու այդ բատկերը, գենտանի բատկերը Հիսուսի ելավ այդ գդորին վրա ու այդ գդորը գտնվեր Եթեսիայի մեջ։ Ուրեմն Աստվածամայրը գույսերունսավ նախ Եթեսիա անցեք, դեսեք Հիսուսի այդ ուրեմն անցերակորց տաստարագը եւ ապա փնտրեցեք իմ փայդեղեն բատկերս Հայաստանի մեջ, որովհետեւ Բարթոմեոս Արաքյալն Աստվածամոր բատկերը բերավ ուրեմն Հայաստան աշխարհ։ Այն ադեն ուրախությամբ հասան Եթեսիա, ուր երգրբակեցին փրկչական բատկերին, հոն եւս դեսիք տեսան եւ սուրբ գիներեն մասը հոն ապկարի եկեղեցին մնացին։ Ուրիշներ թեպի հյուսիս մեկնեցան, մեկը հասավ մինչև Վրաստան, ուրիշը Թարանաղյաց կավարը եւ այլ դերեր։ Իսկ մեծ Արաքելուհին Գայանե եւ անոր սանը հրիփսիմեն շատ դարաբանքներով հասան Փզնունյաց կավարին Խլատ քաղաքը եւ անգե փախան Մոգած Սուրբ Խաչ գոչեցյալ վայրը, ուր Աստված անոնց ցերկով մեծ հրաշքներ կործեց, ինչպես կբատմե նաեւ խորենացին։ Որովհետեւ հոն թևերու չար ոգիներու փակին մգար, գուրք մգար, ուր բաշտամուն կնեին, երբ Եսայի եւ Դանիել քահանաները եւ սուրբ գույսերը հոն ասան եւ թևերը չգարենալով անոնց փամը անել, հարցագեցան իրենց բաշտոնյաներուն վրա եւ ոմանք գծեցին, ուրիշներ խեղանտամրին, ոմանց ալ ծրեցին կամ բնչադեցին։ Այն ադեն սուրբ քահանաները սաստեցին թևերուն սուրբ խաչի նշանով եւ հալածեցին զանոնք, քանթեցին բաշտոնադեղին, բժշկեցին խեղանտամները եւ այս պատճառով դեղը գոչվեցավ Գջավ, որ հետո Սուրբ Գրիգոր վանք մշինեց։ Երբ անոնց անունները հայտնի եղան, անոնք փութացի մեկնիլ անգե եւ գործված բարձրապերց լերներեն անցնելով եկան Սողոփի լերը Պերգրացվոց կավարի մեջ։ Հոն աչացավության բռնվեցան, ինչ որ շատ կբադայի անոնց, որոնք շատ դեղափոխություն գնեն ծովի եւ ցամաքի վրայով, մանավանդ լեռնագողմերը։ Աղոտքի երբ գեցան, դերը երկու հանկային աղբյուր բխեցուց եւ ճուրին ժանքը գարմիր եւ սպիտակ է եւ անոնցմով առողջություն կտան։ Եվ մինչև այսօր աչացավերուն գոքնե, անոնք որոնք աչքի ցավ ունին, հանուն սրբուհիներուն կսե խորենացին։ Այս այն գործված լերներն են, որոնց համար ասորիները գահամարեին թե նույնն են Արարատի հետ, ուր հանգչեցավ Նոյի դաբանը։ Եվ մոտակա գյուղակահակն ալ գոչվեր Թմնիս, այսինքն 8, վասնզի 8 հոգիներ ելան դաբանեն։ Սուրբերը հոս մնացին ժամանակը եւ խրճիթներ շինելով փնագեցան, ապա անգիալ փախչելով եկան Հայաստան կավարը կամ հայոց ծորը, մշկունյաց լերան մեկ խորշը, ուր գսեն շատ մշկաբորտ այծյամներ կան։ Հոն շատ հալածական փորոտներ գտնելով
բժշկեցին զանոնք սուրբ խաչի նշանով եւ դիրոճմե իրենց աղբյուրը շնորվելով ձեր գիները նախընտրեցին հոմնալ մինչև իրենց մահը։ Ուրեմն ահավասի կդեսնենք 70 հոգիով ջամփայելան, բայց զանազան դեղեր ուրեմն գիները գույսերը բաժնվեցան եւ իրենց ուր որ հասան այդ դերները սկսան մնալ ու ծարայել մանավանդ մեծահասակները։ Մյուսները անգեջվելով հասան փժունյաց կեդին եզերքը, որ փզնունյաց ձովը գտապի։ Հոն իրենց մե մասը հորտապուխ ագին մոտ փնագեցան եւ շատ կոհեին դերվույն արադուտենեն եւ դերը գոչվեցավ Սուրբ Դիգին։ Մնացյալները ջամփան շարունակելով հասան անցեվացիած սահմանները ուր բավական թիվով քրիստոնյաներ կդան եւ հոն դերեկություն առնելով թե ուր կգտնվի դիրամոր հրաշակորձ բատկերը եկան վանքը երկրբակություններին եւ կողություն դվին Աստծո բայց հավատացյալները չուզեցին որ գուսանները հոն երկարադեն համենան մնան որբեսի գասկածի դեղի չդան ուստի անգիալ հերանալով հասան Բաղադ լերը բայց չէին գիտեր թե հոս աստվածներու դերը եւ թևերու բնակարան Արամաստի եւ Ասխիգի դունը զորգմեծարային դերվույն բնակիչները եւ Բաղադ կգոչեին իբրև չաստվածներու աբարանք Ասկե մի քիչ հարավը գար անշեջ հուրի գրագադումը, որ մե ոչ շատ հերու գփխեր հորտարատ ագմը, որ փուտ կգոչվեր։ Բնիկները գրագը գբադվեին իբրև ճուրին քույրը եւ նույնպես աղբյուրը իբրև հուրին գրագին եղբայրը։ Հոն քարերուն մեջ որչացած էին երկու սև վիշապներ եւ թևերը անոնց միջոցով այնչափ արհավիր կծկեին բնագիչներու մեջ, որ մինչև իսկ իբրև աստված կբաշտեին վիշապները։ Մինչև անգամ անոնց գույս աղջիկներ եւ ամեղ բադանիներ գզոհեին եւ թևերը անոնց արյունով գզվարջանային Փացաստի խորացորերուն մեջ կային թունավոր օծեր եւ մահապեր գարիչներ որոնց վախեն գսարսափեին բնագիչները Սուրբ գիները հոսացնելով եւ լսելով մոլորյալներուն աղետները կթացին եւ երկինք նայելով աղոթեցին եւ խաչագնքեցին աղբյուրին վրա եւ ահա թևերը փախստական եղան ջիչեր արծագելով Անցնելով ծորերուն մեջ նույնպես խաչագնքեցին եւ իսպար հալածեցին թևերը Սուրբ խաչի նշանով չմոռնաք Հրիփսիմեի գույսին վզին վրա Քրիստոսի Սուրբ խաչի նշանը գար Գուրկերուն արծանները փշրեցին օծեր քարացուցին եւ սպանեցին թունավոր աղբյուրը ցամքեցուցին Գորիտ քյուրին բնագիչները այս ամենը դեսնելով հավատացին Քրիստոսի հետակային Սուրբ Գրիգոր երկու եկեղեցի շինեց նույն վայրի մեջ որ հեթանոսական ճաշտամունքի հետքեր չմնան Ապա Սուրբ գուսանները հասան Դոսպ կավարը եւ իջան Վանի Թաշտը, Վարակ լերանը ստորոդը եւ հանգչեցան Շամիրամագերդին թիմացը վայելուչ վայրի մեջ։ Երբ իմացան, որ Փակիներու գործանումին լուրը տարածված է եւ գեհդաբնտվին, քարանցավներու մեջ կետնամփոր խորշեր շինեցին եւ անոնց մեջ ամրացան քարայրներու մեջ։ Եվ խնդրակները հերացան, իրենք ալ փոխադրվեցան վերին հայք։ Եվ այսպես Հռոմեն ելնելեն իվեր երալիները բազմաթիմի չարչարաններով եւ բազմաթիվ ջամփաներ գդրելով հասան Փուրիսկ Արարատյան աշխարհը եւ Թաթարարին Վաղաշաբաթ Արքայանիստ քաղաքին մոտ այսօրվան Էջմիածին քաղաքը Մինչ այդ արդեն իրենց մեկ գեսը հոսոն ծրվելով զանազան դեղեր բնակություն հաստատած էին եւ իրենց մնացած էին 35 հոգի որոնց մեջ նաեւ 3 քահանաներ Իրենց աբրուստը հոգալու համար չունեին որևէ տրամ։ Իրենց մեկը միայն գիտեր աբագյա հուլուններ շինել, որոնք ձախելով ծիրակորձերով միասին գողքային իրենց գիրագուրը։ Անցորդները նախաբես զարմացումով գտիդեին այս դարօրինակ օդարականները, բայց հետո հասու եղան բաժարներուն։ Երբ անոնք Հռոմեն մեկնեցան, ամիջապես աստարարվեցավ Թեոգրեդիանոսի, որ զայրացած հրաման ըրավ զանոնք փնտրելու մոդավոր եւ հերավոր դեղեր եւ չգարենալով գտնել իր վրեժը հակեցուց սպանելով Գայանեի վանքի մեջ մնացած միանցդուհիները Չմոռնաք որ Հռոմի մեջ 300 հոգի էին 70-ը դուրս ելան մնացյալները 230 հոգի սպանվեցան Թեոգրեդիանոս Հռոմի գայստրին կողմը Ապա լուր արավ թե գույսերը նախ Աղեքսանդրիա կացած են եւ անգե անցնելով Բաղեսին եւ Միջակետ հասած են հայոց աշխարհը Եվ մինչ հրիփսիմյանները Վաղաշաբադի այքեստաններու մեջ թաթար գարնեին, նույն միջոցին գահացնեին Թեոգրեդիանոսի թագավորին պատգամավորները հայոց դրտա թագավորինքով եւ անոր գահանցնեին գայսին հետեւյալ հրովարտակը։ Դեսնենք Թեոգրեդիանոսը ինչ գրեց հայոց դրտա թագավորին նամակ։
Ինքնագալ Գայսր Թեոգրեդիանոս արսիրելի եղբայր եւ աթորագից մեր դրտատ ողջույն։ Քու եղբայրությունը թող իմանա իմ բոլոր ճարիքները, որ հանաբազ մեր վրա գուքան քրիստոնյաներեն։ Անոնց կողմէ ամեն օր մեր բեդությունը եւ մեր թակավորությունը գար համարհվին, եւ անոնց կով ոչ մեկ համեստություն չկա, վասնզի մերած եւ խաչված մեկը գբաշտեն եւ փայդին երկրբակություն գնեն։ Սպանվածներու ոսկորները գբաշտեն եւ իրենց աստուծույն համար մերնիլը բադիվ կհամարեն։ Մեր արդար օրենքներով եւս կդադարդվին, վասնզի մեր նախորդ թակավորներն ալ թարնացուցին եւ ցանցրացուցին։ Մեր սուրերը փտացան եւ անոնք չցանցրացան մերնել է։ Թակավորները գամբատվեն եւ աստվածները փանի դեղ չեն տներ, որովհետեւ թակավորներու գայսրաբաշտություն կար, իրեն գայսրը չէին բաշտեր, այլ միայն Հիսուս Քրիստոսը կբաշտեին։ Աստղերու եւ արևի զորություն ալ գար համարեն եւ աստվածներու արցանները անարգել կսորվեցնեն։ Ամբողջ աշխարհ հերացուցին աստվածներու պաշտամունքեն եւ նույնիսկ գիները այրերեն եւ այրերը գիներեն բաժնվելու պատճառ կլան։ Թեև անոնց վրա տեսակ բադուհասներ եւ դանչանքներ ղրգեցինք, սակայն անոնց աղանթը ավելի մեծ տապով դարածվեցավ։ Որքան որ սպառնալիք թափեցինք, անոնց ուսումը այնքան ավելի դարածվեցավ։ Բադայցա որ անոնց մեկ գեղեցիկ գույս մտեսնեմ եւ ուզեցի զայն գնության առնել եւ ահա խորամանկությամբ զայն փախցուցին ինձ մե։ Ոչ միայն իբրև թակավոր չփապակեցավ ինձի, այլևս սպառնալիքներես ալ չվախցան եւ իրենց աղանթին պատճառով զիս քարշելի եւ բիղձ համարեցան։ Եվ սույն օրիորդին սնուցիչը օրիորդին հետ միասին ծեր գողմերը փախցուցին։ Գայանեի մասին է խոսքը։ Այսինքն ան որ սնուցեց, ան որ մայրներ հրիփսիմեի։ Արդ ուշադիր եղիր, եղբայր մեր, որ ուր որալ գտնվին, անոնց հետ կգտնելու աշխատիս եւ բոլոր իրեն հետ եղողներուն թայագնալ միասին մահաբադիժ դաս։ Իսկ այն չկնաղակեղ օրիորդը ինձի կղրգես, բայց եթե անոր քեղը քեզի հաջելի տվի, քեզի բահեզային, վասնզի ամբողջ հռոմեացիներու երկրի մեջ անորպես քեղեցիկ չկա։ Ողջ եղիր աստվածներուն օգնությամբ եւ ամենայն բադիվով։ Արքայական այս քիրին ընթերցումեն հետո դրտատ իսկույն հրամանը ռա որ Հայաստանի բոլոր սահմաններու մեջ մեծ խստությամբ փնտրվին անոնք, որովհետև ինք դեղյակ իսկ չէր որ հրիփսիմյանները իր մայրաքաղաքի մեջ կգտնվին։ Եվ մինչ խնդրակները հոս հոնգը փնտրեին ու գխուզարգեին, շուտով հայտնվեցավ իրողությունը, որովհետև Այքեստաններու մեջ բնագողներեն ոմանք եկան եւ ասին թե գուցե փնտրվածները անոնք կլան, որ գտեսնվին որոշ հնցաններու մեջ։ Ալգարելի չէր թաքցնել ճշմարտությունը Արաքինի վկաներու մասին, եւ ոչ ալ լուսավար ջրակը գրնար քրվանի դակ ծածկվել, կամ թակստոցներու ստվերին դակ աներևույթ մնալ։ Այս ժամանակ էր, որ լաբդերները ոսկե աշտանակներու վրա բարարդ յուղով փայլին, լուսավորելով Հայաստան աշխարհը աստվածգիտության համաբայծար լույսով։ Երբ գուսաններու մասին ըստվածները հաստատվեցան, դրտադարքան հրամանը ռավ լեգիոնիմը ուրեմն խումբիմը զինվորական, որ իր զորքերով 2 օր բաշարե այն հնցանը, որու մեջ կգտնվեին։ 3 օր հետո արդեն ամբողջ քաղաքի մեջ հրճակ հանաձեր հրիփսիմեի քեղեցկությունը, եւ դեսնողներն ու լսողները հարադեվորեն հրաբարակներու մեջ շշնչեին, թե անոր նմանը չկա։ Եվ ամենքը սկսան հետաքրքրվել, թե ուսկից եւ ինչու գայսրեն փախչելով հոս եկած է։ Բազմութենեն շատեր կացին մինչև անոնց բնագած վայրը բարձ հետաքրքրության կամ հիմարական բաքշոդության համար։ Իսկ բարգեշտակեղ եւ անարատ հարսը Քրիստոսի սուրբ գույսն հրիփսիմե եւ բոլոր երանելի գուսանները եւ դեսան հետանոս մարդոց ամմիտ շվայդությունը եւ անբատկարությունը բարձրաղաղակ գուլային եւ ցերկերը երգին գարգարած չերմ աղոտներով իրենց փրկությունը գայցեին դիրոճմե եւ բատկարելով իրենց երեսները կկոցեին եւ թեպի կեդին գծրեին որբեսի լգդի թիդողները համարցակորեն չդեսնեն իրենց թեմքերը։ Եվ թակավորի մերձավորները ոմանք կացին եւ դրտադին բատմեցին հրիփսիմեի աննման քեղեցկության մասին անոր սերը թակավորին սրդի մեջ արձարձելով։ Ուստի 4-րդ օր արաբոդուն հրաման տվավ, որ հրիփսիմեն արքունիկ տանին, իսկ Սուրբ Գայանեն եւ մյուս ընկերները հոն բահեն։ Եվ արքունիկեն իսկույն ոսկեբատ քահավորակներ դարին հնցանը քաղաքեն դուրս, ինչպես նաեւ մեծարկի եւ քեղեցիկ հակուսներ եւ զարթեղեններ բերին հրիփսիմեին, որբեսի զարթարվի եւ մեծաշուկ մտնե քաղաքը եւ թակավորին ներկայանա, որ դակավին զայն չդեսած որոշած էր գնության առնել իր աշխեն գնոջ վրա անոր ծայրահեղ քեղեցկության համբավեն գրավված։ Հագարականոր որ դրտա թակավոր աշխենտակուին հետ
ամուսնացած էր, բայց այնքան քովեցին Հրիփսիմեի մասին, Դեոգրեդիանոս կայսնալ գրած էր, որ ամբողջ Ռոմի մեջ իր նմանը չկա, արդեն իր սրդի մեջը պատրաստված էր ամուսնանալու Հրիփսիմեի հետ։ Եվ սկաստության մայրը Սուրբ Գայանե, տեսնելով վերահաս փորձանքը, սկսավ այսպես խոսիլ իր սրբանվեր Սանուհիին Հրիփսիմեի հետ. Հիշե որդյակ, որ դու գամավորապես լքեցիր քո հայրենիքիդ ձիրանիներուն փառքը, ուր գրնայիր հարսնանալ գայսրին հետ եւ նախընտրեցիր Քրիստոսի ջարակայի դարձակ լույսին թակավորությունը։ Արդ պիտի հոժարիս քու սրբությունդ գեր դարձնել այս բարբարոս երկրի շուներուն, քավլիցի որդյակ, որ այդ բանը բադայի։ Եվ սրբուհին Հրիփսիմե իր տայագել լսելով այս խոսքերը Սուրբ Հոգիով վարեցավ եւ դիրոջ զորությամբ զինված քաչապար թեմ գեցավ փանսարգվին հարցակումներուն եւ ցերկերը թեպի երկինք բարձած սկսավ բարձրացային քոչել։ Լսենք Սուրբուհի Հրիփսիմեի աղոթքը։ Դեր Աստված, արարիչ ամեն բանի, քու հրամանովդ կշարժի ամեն ինչ, երևելի եւ աներևույթ, երկնի մեջ թե երկրի վրա, ծովի մեջ թե ցամաքի։ Թուն էիր, որ ազատեցիր քու սիրելիդ Նոյը, չրեղեղեն, խաչանման փայդով։ Արդ այն ադեն քու խաչիդ օրինագով գադարեցիր մեր բրգությունը, իսկ հիմա գադարե ճշմարիտ խաչովդ, որում վրա քամվեցար եւ արյունը թափեցիր մեր ցավերուն բժշկության համար։ Թուն որ բահեցիր Աբրահամը կանանացներու ամբարիշտ ասկի մեջ, որ կտացիր քու ծառայիդ Իսահակին, մի լքեր եւ մեզ։ Թուն որ խոսք դրիր մեր բերնին մեջ, որ անով գարեն անգազադիլ չար թշնամի որոքայտներեն, եւ ասիր, որ դուք դաջար եք իմ աստվածությանս, եւ հիմա նույնը կխնդրեն քեզ մե։ Ահա բազմաթիվ թշնամիներ հավաքված են եւ գուզեն բղձել քու սուրբ անունդ եւ դաջարդ։ Մենք թեպե դգար ենք եւ անարժան, սակայն բահե մեզ այս խայդարագութենեն, թուն որ ցկեցիր մեզ այս փորձության մեջ, դուր որ հաղթենք քու ողորմությամբ։ Մինչդեռ Հրիփսիմե այսպես լալակին գբաղադեր արդեր, ամփոխը որ եկած էր Արկունի սպասավորներուն եւ ավակ նախարարներուն հետ, գուզեր բադվել գույսը անոր հետ միասին Արկունի կերտալով։ Եվ կգարձեին անոր ավետիստալ, երբ թարգմանի միջոցով գսեին. ուրախացիր չկնաղ գույս, որ արժանի եղար հայոց մեծամեծներուն դիգինը դառնալու։ Եվ կփութացնեին անոր ընկերուիները, որ զայն բջնեն մեծակին զարթեղեններով, որ բալատ տանին։ Սակայն սուրբերուն խումբը առաջնորդությամբ մեծ Գայանեին մերժեցին թշնամին հրաբույրները եւ ցերկերը երկինք բարձրացուցած աղիողորմ հեծեծանքներով գաղաչեին Աստուծո, որ ազատես իրենք հարսանիքի անարժան բղծութենեն։ Քավլիցի որ մենք խապվինք կսեին, փապկություններեն կամ հրաբուրվինք թակավորական բադիբները։ Մենք չենք վախնար ոչ հալածանքները, ոչ լանջանքները եւ ոչ ալ չարաչար մահե։ Մենք չենք կրնար անցավոր կյանքը փոխանագել հավիտենական կյանքին հետ։ Մենք անոր ավանտեցինք մեր սրբությունը եւ անոր սիրուն փապակով կսպասենք։ Նույն դեղը հանգարց սաստիկ որոդում եղավ, որ ամփոխը ահապեգեց եւ լսելի եղավ ցայմը, որ գսեր։ Երկինքեն Աստված խոսեցավ. Քաչալերվեցեք, որովհետեւ ես ցեզի հետ եմ։ Ցեզ մինչև հոս բայեցի անարատ եւ այսուհետեւալ իմ անունը ցեզմով պիտի փառավորվի այս հյուսիսականներու մեջ։ Մանավանդուն Հրիփսիմե, բնավ մի վախնար, որովհետև քու սիրելիներովդ հանդերձ պիտի գոչվիկ մահեն թեպի կյանք։ Եվ այսպես երկար որոդած դերը եւ մարդիկը վախին կսարսեին, հետզյալներու երիվարները ընթոստ կցածկրդեին եւ շատերը առաթուր գողելով կմերցնեին։ Շատեր իրարու վրա գուդակվելով սկսան իրար գոդորել, ամենու վրա սարսափ դիրած էր։ Հոն գտնվող ավակ սպասավորները ոմանք կացին թակավորինքով եւ սկսան բատմել բադահածները։ Նաեւ գային քրիչներ, որոնք քրի արին խոսվածները եւ գարտացին թակավորին արջև, անոնցմեր հավանաբար ակատանքեղոս այս բապության հեղինակը։ Թակավորը ասավ. «Քանի որ իր գամքով եւ շքեղ բադիներով ճուզեց կալ, ուրեմն բռնությամբ թող բերեն զայն բալատ եւ մուծանեն իմ սենյակս»։ Սպասավորները կացին եւ բռնությամբ բերին Սուրբ Հրիփսիմեն, մերթ վերամբարձ բարձացնելով եւ մերթ քաշ տալով, քաշելով զինք։ Եվ անգաղաղագեր եւ գսեր. «Դեր օգնե ինձի»։ Ընկերներն ալ միապան գաղութեին անոր համար։ Ամփոխը անոր յետևեն գկալեր։ Քեդինը գտնտար բազմութենեն։ Փերին մծուցին զայն թակավորին աբարանքը, բալադը։
Արկիլեցին Արկունի սենյակի մեջ եւ վայրիկը առանցին սկեցին։ Ուրեմն զինք փանդարգեցին Արկունի սենյակի մեջ։ Այն ադեն իր անձը դարաձելով Աստուծո առջևը սկսավ լսելի ցայնով աղոթել։ Ուրեմն եւ որ զինք ազատ սկեցին, Հրիփսիմեն ամիջապես աղոթեց. Դեր Աստված զորությանց, Թուն որ ձովը ջեղկեցիր եւ ժողովուրդը տանցուցիր, որ ամուլ վեմը թարցուցիր ծնուցիչ վդակներու, որ հովնանը ձովի անտուններու մեջ իջեցուցիր եւ վերստին ողջանտամ դուրսանեցիր զայն քու զորությունը ցույց տալով անոր, որ Դանիելը քազաններուն գերագուր դվիր եւ ազատեցիր զայն անոնց ահակին ժանիկներեն, որ երեք երդասարտները, որ փոցերու մեջ նետվեցան, քեզ բաշտելնուն համար եւ գրագեն ողջ ազատեցիր։ Թուն որ փապելացներուն անորեն թակավորը խոդաջարակ դարձուցիր, քանի որ Նաբուկոդոնոսոր թակավորը, քանի որ ճուզեց քեզ փարավորել քու ցույց տված սկանչելիքներդ հետո, եւ անոր վայրի քազաններու գերբարանք տվիր, եւ անաբադի մեջ փնագություն աստադեց վայրի ցիրերուն հետ, թուն որ Շուշանը գրգին մահերի ազատեցիր, եւ խայդարագամահ ըրիր անոր տշնամիները, գարտացեք այս մասին սիրելներ Դանիելի մարգարեության մեջ Շուշանի բացությունը, թուն նույն ինքն ես, քու դարիները չեն բացիր, Քու անունը թե միայն որ պիտի փարավորվի դիեզերքի վրա եւ այժմ հետանոսները թող չբղձեն քու սուրբ անունդ։ Թուն կարող ես զիս բրգել այս բղձութենեն, որբեսի սրբությամբ մերնիմ քու սուրբ անունիդ համար։ Մինչդեռ նա այս աղոթները գներ, դրտատ եկավ եւ մտավ այն սենյակը, ուր ան արկելափակված էր։ Նույն բահուն բոլոր մարդիկը գեսը Աբարանքեն դուրս գեսը փողոցներու մեջ սկսան երգել եւ գայթել եւ խրախճանք սարքել այն նկատումով թե հարսանեկան բարեր կկատարեին բայց Աստված նայեցավ իր սիրելի Հրիփսիմեին եւ ազատեց այն եւ անոր զորություն տվավ թիմագալելու ստամփակ անորենին բռնության թակավորին խիստ բռնության եւ մինչ թակավորը ներս կմտներ եւ աղջիկը բռնելով գուզեր իր ցանկությունը կատարել բղձել զայն Մակուր գույսը զորություն կստանար Սուրբ Օքիեն եւ քազանապար ոգորելով առնապար կմարդնչեր ժամը 3-ին սկսյալ մինչև ժամը 9 հոնգը բարդվեր դրտատակավոր եւ այն որ ուժով անհաղթելի համարված էր որ Հունաստանի մեջ ուժի բազմաթիվ ցուցադրություններ սարկածեր եւ բոլորը զարմացուցած եւ Հայաստանի թակավորը Լալենե Դոյալ բազմաթիվ քաչակորձություններ ցուցաբերած էր այն որ այսքան մեծահրճակ անուն շահաձեր ահա կբարդվեր բարձ աղջիկեմը եւ գնսեմանար գամքով եւ զորությամբ Քրիստոսի երբ այսպես բարդվեցավ բարդասեցավ թակավորը փարգացավ թակավորը դուրս ելավ փերել դվավ երանելի գայանեն վզին բարան անցնել դվավ եւ փերելով սենյակին արջև ինքը գրգին ներս մտավ սպասավորներուն թելադրելով որ ըստիբեն ան հրաբույրն կայանեն որ դուրսեն Հրիփսիմեին ասե որ թակավորին գամքը գադարե եւ ապրի թե ինքը եւ թե իրեն նա հանց նարավ խոսիր իր սանուհին հետ եւ ըսավ դուրսեն այո Գայանեն խոսեցավ Հրիփսիմեի հետ բայց տեսեք ինչ ասավ որթյակ Քրիստոսը թող բահե քեզ բղծութենե եւ քեզի զորավիկ թող գնա Քավլիցի որ Աստուծո ցանկի ժառանգութենեն հրաժարիս այս անծավոր ցանկին համար որ այսօր գա վաղը չգա Երբ լսեցին թե ինչ խրատ տվավ, քարեր փերին եւ անոր փերանը հարվածեցին եւ ագրանները թափեցին։ Սրբուի Գայանին ագրանները թափեցին։ Ապա դարձյալ ստիպեցին, որ թակավորին գամ կգադարե։ Իսկ ան առավել եւս բնթելով գսեր։ Քաչալերվե եւ ամուր գեցիր, եւ պիտի տեսնես այն, որուն ցանկացած էիր, այսին Քրիստոսը։ Հիշե որտյակ այն հոգեխարն սնունդը, որ չամպեցի քեզի։ Հիշե այն աստվածային խրատները, որոնցմով քեզ բարարեցի։ Հիշե այն բազում հալածանքները, որ միասին գրեցինք։ Հիշե որ Քրիստոսի հարսնացար, Սուրբ Խաչին հետ նշանվեցար եւ Աստվածածնին հաստվեցար։ Դերն էր որ մեզ այսօր բահեցիր ամենազոր աչովը եւ պիտի բահե հավիդյան, բայց միայն չբաժնվինք անոր սերեն, վասնզի ան է մեր փրկիչը։ Հիշե որ մեզ բարձրացնելու համար դերը խոնարեցավ, մեզ համար իր արյուն տապեց եւ խաչին վրա մերավ։ Ան է որ պիտի զորացնե քուփազուգդ ինչպես բադանի Դավիթինը արչերուն եւ արյուծներուն վրա ան էր որ անարի հսկան չախչախեց իր Դավիթ զարային ցերկով քողյատը նույնպես եւ պիտի խորդագե բռնավորին չարությունը եւ քեզ արժանի պիտի ընե որ մեզի հետ միասին զինք թեմ հանդիման տեսնես այս ամենը խոսեցավ Գայանե հորոմ լեզվով իր սանուհին մինչդեռ թակավորը գշարունակեր ոգևորիլ ոգորիլ
Հրիփսիմեի հետ։ Սիրելներ, ահա որ նահատակություն պիտի ունենար շատ քազանապար պիտի չարչարվեր Սրբուի գայանեն, անոր նահատակության պատմությունը վաղը ցեզի պիտի ընթերցեմ։ Բայց գայանե մայրը այնպիսի հավատքի ամրություն ուներ, որով գրնար իր սանուկներուն հավատքով զորացնել։ Բոլորը սպասավորները ոմանք կհասկանային գայանեի խոսածները, հորոմ լեզվով խոսեր, լադիներեն լեզվով խոսեր։ Ասոր համար զայրացած զայն մեկտի քաշեցին։ Եթե դարձյալ ձեձեցին, խոշտանկեցին, բերանը չարտեցին, ագրաները թափեցին, սակայն ան չզղջաց ըսած խոսքերուն համար։ Իսկ թագավորը այս անգամ Հրիփսիմեին հետ մարտնչեցավ ժամը 10-ին մինչև գես գիշեր անց եւ գրգին ամոթաբարդ մնաց։ Վասնզի աղջիկը Սուրբ Հոգիեն գզորանար եւ հարվածելով գվրընդեր մեկտիկ վաներ թագավորը եւ զայն վաստակապեկ կթողուր եւ գդաբալեր զայն հանդերստերեն մերգացած բատմուջանը բադար թագավորական նշանները ցիրուցան ամոթալից վիճակի մեջ։ Թեպետ իր սկեսներն ալ բադարոդուն եղան Հրիփսիմեի, սակայն հաղթող ելավ եւ գրծավ բահել իր անձին սրբությունը։ Բռնի գուզե բռնապարել թագավորը զինք, բայց Հրիփսիմեն հաղթեց անոր։ Եվ սենյակին թուրը փանալով բռնությամբ դուրս խոյացավ եւ ջեղկելով մարդոց ամփոխը ոչ ոք գրծավ սանցարել եւ գեցնել զայն։ Եվ այսպես քաղաքամեջեն ընտանալով հասավ քաղաքին արեք թուրը։ Եվ անցնելով հնցաններու կովեն, ուր առաջ իրենց գայաններ, ցայն դվավ ընկերներուն, ապա թեպի հյուսիս ուղվելով հասավ Արդաշատ դանող բողոդային վրա եւ հոն զունգի կալով հետևյալ աղոտ կրավ։ Դեր Աստված ամենագալ, ով գրնահադուցանել քեզի փոխարենը այն բարիկներուն, որ դվիր մեզի։ Վասնզիթուն հաստատ բայեցիր քեզի անտեպ ունեցած մեր հույսը եւ ազատեցիր մեզ բղձալից քազանին ժանիկներեն։ Մենք գնախնդրենք մերնիլ մեր սրբության մեջ, քան ընդունիլ հետանոստերու պաշտամունքը։ Մենք ու ժողովուրդը թենք, արժանի է մեզ մտնելու քու սուրբ հարգիտ մեջ, զոր պատրաստեցիր քու սիրելներուդ։ Դեր, թուն գիտես, որ ես մանկութենեն իվեր երկրավոր կյանքի չեմ ցանկացած։ Ես հավատացի քու խոսքերուդ, թե վայ ցեզի երբ մարդիկ բարի խոսին ցեր մասին, բայց Երանի ցեզի երբ նախադեն ցեզ եւ հալածեն եւ չար բաները սեն ցեր մասին ինձի համար, այն ադեն ցնծացեք եւ ուրախացեք։ Դեր կտա մեզի եւ առաջնորդե մեզ իվերին Երուսաղեմ, ուր ցայնագիցը լալով բոլոր սուրբերուն փառավորեն քու սուրբ անունդ։ Հրիփսիմեին ցայնագից կլային նաև իր ընկերները եւ քահանաները, որոնք անոր յետևեն կացին եւ տեսան թե դերը զայն անարատ բահեց փորձաններեն։ Անոր յետևեն եկած էին նաև արքունի սպասավորներեն ոմանք, բայց չէին ամարցակեր անոր տպչիլ մինչև չտեսնեին թե ինչ հրաման պիտի կար թագավորեն։ Եվ մինչ Հրիփսիմե իր աղոթքը կշարունակեր, ահա հասան թագավորին իշխանները Թահիջներուն եւ Թահջաբեդին հետ միասին եւ վառած շահերով, ինչպես որ Հիսուսի վրա եկան սիրելիներ, ահա նույն ցևով եկան Հրիփսիմեի վրա։ Անոնք հրաման ունեին շուտով վերջ տալ անոր կյանքին, չարաչար դանչանքներով։ Եվ տեսեք հիմա ինչ ահավոր դանչանքներու պիտի ենթարկվի Հրիփսիմեն եւ իր ընկերուները։ Եվ մոդենալով անարատ որոչին Հրիփսիմեին ցերկերը յետևը գաբեցին եւ գուզեին նախ լեզուն գդրել։ Ան գամավոր գերբով լեզուն դուրսանեց, զոր գդրեցին, ապա բադարոդուն հակուստեր հանեցին անոր վրայեն եւ կեդինը 4 ցից դնգելով երկու ցերկերեն եւ երկու ոտքերեն բրգեցին եւ վառած գանտեղներ բերելով այրեցին եւ խորովեցին անոր մարմինը փոցերով եւ սուր քարերով բադրեցին գուրծքը եւ փորը եւ դուրս տապեցին անոր աղիքները ինչպես սպանտանոց եկած քարնուգին եւ մինչ տակավին ողջ էր փորեցին անոր աչքերը եւ ապա անդամ առ անդամ հոշոտեցին զայն գդոր ըրին Հրիփսիմեին եւ գսեին թե ով որ թագավորի հրամանին չհնազանդի այս ծևով պիտի գործվի համորեն ընկերները դեստելով Հրիփսիմեի այսպես բազմահանար դանչանքներով գդարումը հավաքվեցան հոն ժողվելու անոր սուրբ արյունը եւ մարմինը թաղելու մասնավոր դերմը իշխանները եւ Թահիջները փարգացան անոնց վրա բայց անոնք չվախցան Քրիստոսի անտեպ իրենց դածած սերեն այն ադեն 33 հոգի անոնցմե գոդորեցին իսկ անոնք մեռնելու ադեն գսեին սիրեցին քեզ դեր եւ ահա գմեռնին քու սուրբ անվանդ համար
Սուրբ Գայանեն երկու ընկերուներով միասին այն քիշերը մնաց արքունի արգելարանին մեջ։ Իսկ ուրիշ ընկերուի մնալ մնացած էր հնցաններու մեջ, որ չեր գրծած ներկա գտնվել Հռիփսիմեի սպանության, որովհետև հիվանդ էր։ Բայց իրեն ալ վիճակվեցավ Մարտիրոսագիցը լալ մյուսներուն, որովհետև թագավորին Բաշտոնյաները ճուզելով, որ ոչ ոք ազատի անոր ընկերներեն, երբ կդան հիվանդ գույսը հնցանի մեջ, զարգինը սպանեցին զայնալ, որ մեռնելու ադեն ըսավ. Քոություն քեզի դեր, որ զիսալ չզրգեցիր, որովհետև թեպետ ես հիվանդ էի, չգրծա այդեվիլ ընկերներուս, սակայն տուն զիս խառնե անոնց կունտերուն, որոնց գլուխն է եւ մայրը Գայանեն եւ որդյագը Հռիփսիմեն։ Աբա Հռիփսիմյանց գույսերու մարմինները նետեցին, որբեսի գեր լան քաղաքի շուներուն, երկրի կազաններուն եւ երկնքի թրջուններուն։ Իսկ դրտա թագավորը, որ այնքան անվանի էր քաչությամբ, ամենտեղ հսկայազոր տեսնված, որ բարձ աղջիկեմը հաղթահարված էր, մեկտի դրած ամոթալի նախադինքը մեծապես գդխրեր Հռիփսիմեի քեղեցկության վրա եւ ամբողջ գիշերը սուկ պահեց անոր մահվան վրա։ Դեսեք գսեր այդ քրիստոնյաներուն գախարտական աղանտը ինչպես բաժար գլա շատ մարդոց մահվան զանոնք հերացնելով աստվածներու պաշտամունք են։ Երկրավոր ցանկի վայելչությունը գարհամարեն եւ մահեն չեն թողար։ Մանավանդ սկանչելի Հռիփսիմեն, որոնք քեղեցկության նմանը չգար երկրի վրա։ Հանուր արևելքի եւ արեմուտքի մեջ ուր շրջեցա չկդա անոր քեղին հավասարը, զոր այս գախարտները գործընծուցին եւ այնչամ զորացավ անոնց գախարտությունը, որ ինձի անգամ հաղթեցին։ Հավասիկ սիրելեր ցեզի ընթերցեցի Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գայանեի եւ անոնց ընկերուներուն վարկը եւ Հռիփսիմյանց գույսերու նահատակությունը։ Վաղը պիտի ընթերցեմ ցեզի Գայանյանց գույսերուն, Գայանեի եւ երկու գույսերուն նահատակությունը, որոնք դարձյալ վայրակ ցևով նահատակվեցան թագավորին հրամանին վրա։ Հռիփսիմյանց եւ Գայանյանց գույսերու թափած արյունը սիրելներ ձաղգեցավ։ Եվ բաժար եղավ, որ Հայաստան աշխարհը դառնա առաջինը ամբողջ աշխարհի մեջ, որ pedagogan ընդունի քրիստոնեությունը եւ Քրիստոսի լույսը դարձած է շրջապատի մեջ։ Այսօր մենք օրհնություն ունենք մեր հայրենի հողի սրդին վրա ընդունելու սիրելներ Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գայանեի եւ մյուս սրբույներուն մասունքները։ Սրբույի Գայանեի եւ սրբույի Հռիփսիմեի եւ մյուս գույսերուն սիրելներ մարմինները երբ որ նետվեցան թուրսը, որբեսի շուները, քազանները եւ թրջունները ուդեն, վայրի թրջունները, Աստված անարատ պահեց անոնց մարմինները, մինչեւ որ Սուրբ Նիկոլոսավորիչ դուրս եկավ խորվիրաբեն եւ նախ վգայրաններ շինեց, մադուրներ շինեց անոնց նահատակության վայրերը եւ այնտեղ ամփոփեց անոնց մասունքները, ապա Սուրբ Սահակ Բարթևը ինքն ալ սիրելներ հայտնաբերեց այդ մասունքները, որոնք մորցված ու գործված էին եւ գնքեց եւ ապա երկու տարբերջ Գոմիդաս աղցեցի Գաթողիկոսը դարձյալ հայտնաբերեց Հռիփսիմյանց եւ Գայանյանց մասունքները եւ ինք որ նախապես լուսարարեբեդ եղած էր այդ մադրան թե սկանչելի Հռիփսիմեի դաջարը սարքեց, որ այսօր գլուխ կորձոց է սիրելներ իր խոնարհությամբ, իր մեծափարությամբ այդ եկեղեցին, վստահ եմ որ շատերը այցելած եք Սուրբ Հռիփսիմեի եկեղեցին եւ նաեւ քրեց շարագամը հայոց այփուփենի դարերով 36 տուները բաղկացած, որոնք կսկսին անցինք նվիրյալ անցեր նվիրված Հռիփսիմյանց եւ Գայանյանց գույսերուն։ Սիրելի քույրեր եղբայրներ, թող Հռիփսիմյանց գույսերու հոգին խանթավարե մեզ բոլորս։ Անոնք բարեխոսը լան այսօր մեր ազգին համար։ Թող մեր հայ մայրերը եւ քույրերը Հռիփսիմյանց եւ Գայանյանց գույսերու հավատքով լեցվին, Քրիստոսի անտեպ ամուր հավատք ունենան եւ բղծությունը վերանա մեր աշխարհին մեջեն եւ սրբությունը դարածվի ամբողջ աշխարհի մեջ ու մեր հայրենիքի մեջ։ Եվ գուզեմ նաեւ սրդանց շնորհավորել բոլոր անոնք, որոնք Հռիփսիմե անունը գգրեն, Հռիփ անունը գգրեն։ Թող իրենք ալ Հռիփսիմե գույսի նման
հավատքի լույս դառնան իրենց ընտանիքներուն եւ իրենց շրջապատի մեջ։ Անոնց բարեխոսությունը խնդրենք սիրելիներ մեր ազգին համար, որովհետեւ մեր ազգը Քրիստոսի լույսով լուսավորված լուսավորի ամբողջ աշխարհի մեջ։ Աստված ցես արադաբես տողորտն է, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։